Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Հայաստանի բազմաթիվ ամայնքներ փաստացի դարձան սահմանապահ, իրենց բոլոր խնդիրներով եւ անտանգային նոր սպառնալիքներով։ Մասնավորապես Ադրբեջանի հետ Գեղարքունիքի մարզի սահմանը 70-ից դարձել է շուրջ 200 կիլոմետր։ Սակայն մինչև օրս կան փաստացի սահմանամեզ դարձած բազմաթիվ ամայնքներ, որոնք այդպես էլ չեն ստանում համապատասխան կարգավիճակ եւ բնականաբար նաեւ իրենց հասանելիք պետական աջակցությունը։ Փաստորեն չնայած նրան, որ նշված բնակավայրերը դարձել են սահմանամերձ, գտնվում են թշնամուղի նշանառության տակ, առաջացել են անտագային լրջագույն սպառնալիքներ, սոցիալական, գյուղատնտեսական, անվտանգային լրջագույն բազմաթիվ նոր խնդիրներ, սակայն կառավարությունը այդպես էլ չի շտապում այդ բնակավայրերին տրամադրել օրենքով նախատեսված կարգավիճակը եւ դրանից բխող փոխհատուցվող աջակցությունները։ Այս խնդիրների մասին բազմիցս են բարձրաձայնել պետական պատկան մարմիններին, ինչպես նաեւ հնչեցրել եմ ազգային ժողովի նիստերում, բայց ինչպես ասում են, սա այլ տեղից չի շարժվում։ Եվ սահմանապահ բնակավայրերի հազարավոր բնակիչներ առանց պետական հասանելի աջակցության միայնակ են մնացել իրենց ինի նոր բազմաթիվ խնդիրների առջև։ Սա պետական կառավարման անհետևական անպատասխանատու փնթի վարքագիծ է, որի հետևանքները ամեն օր իրենց ուսերեն զգում են սահմանապահ բնակավայրի մեր հազարավոր հայրենակիցներ։ Պաստորեն մեր հայրենակիցների կողմից բարձրացվող իրենց միակ զբաղվածության եւ եկամուտների ապահովման ուղղված գյուղատնտեսական խնդիրները շարունակում են մնալ չլուծված, ավելին եղածին արդեն ավելացել են նոր խնդիրներ եւ անորոշություններ։ Այսինքն գյուղատնտեսության ոլորտում այս իշխանության օրոք ավելի արագ ավելանում են խնդիրները, քան դրանց տրվում են լուծումներ։ Եվ դրա ընդհանրական հետևանքը արտահայտվում է նաեւ պաշտոնական վիճակագրությամբ գյուղատնտեսությունը խորացված բարձր աճի փոխարեն գտնվում է ազատ անկման մեջ։ Գյուղմթերքի իրացման խորացող խնդիրները լուծելու համար կառավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկում։ Հետևանքն ամեն տարի արձանագրում է հազարավոր տոննաների չիրացված բերքը, նեխում է գյուղացի պահեսներում, բերքի որոշ մասն էլ իրացվել է ինքնարժեքից գրեթե 30-ից 40%-ով պակաս գնով։ Առանց պետական անհրաժեշտ օգնության արոտավայրերի եւ խոտարկների տարածքների կրճատման, սահմանամերձ ամայնքներում շեշտակի ավելացող անվտանգային ռիսկների հետևանքով տարի կրճատում են մանր եւ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Նորից մեկնարկել են կանոնային գյուղատնտեսական աշխատանքները եւ գյուղացին նորից մենակ է խնդիրների առջև։ Պաստորեն գյուղացին պարտքով եւ ֆինանսական էական կորուստներով սկսել է գյուղատնտեսական աշխատանքների այս տարվա մեկնարկը։ Հաջորդը գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրերը ունեն ցածր հասարակականություն եւ զրոյականին մոտ ծախսարտոնավետություն։ Այսինքն պետական բյուջեով նախատեսված գյուղաճակցության ծրագրերը կամ թերակատարվում են, կամ այս ծրագրերով ծախսվող պետական միջոցների հիմնական մասը փոշիանում է։ Այսինքն պետական գումարները ծախսվում են, սակայն գյուղացին ըստ էության ոչ մի առարկայական օգուտ չի ստանում այս ծրագրերից։ Գյուղացիները եւս հնարավոր բոլոր առիթներով հնչեցնում են այս խնդիրների մասին, ավելին բարձրաձայնում են բազմաթիվ օբյեկտիվ առաջարկներ, որոնք այդպես էլ ականջալուր չեք լինում եւ անհրաժեշտ լուծումներ չեք ապահովում։ Այժմ ներկայացնում են որոշ թվային ցուցանիշներ իշխանության կողմից առիթ գովերթվող ամայնքներին տրամադրվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման խորացող խնդիրների մասին։ Մասնավորապես միայն 2024 թվականի դեկտեմբերին կառավարությունը նախորդ 2-3 տարիների շուրջ 39.5 միլիարդ դրամի սուբվենցիոն չկատարված ծրագրեր տեղափոխել է 2025 թվական։ Մինչև օրս նշված ծրագրերի ավարտին հասնելու համար նվազագույն անհրաժեշտ միջոցներ չի հատկացվել։ Հետևանքը նորից նույնն է լինելու։ Այս ծրագրերի դրանցով տրված խոստումների կատարման հերթական ծախողում եւ նոր արդարացումներ, նոր կես խոստումներ։ Հաջորդը ռոռոկման համակարգի բարելավման նպատակով էական նշանակություն ունեցող փոքր եւ միջին ջրաբարների կառուցման ծրագրերը, որը եւս ունեցել են բարձր շուրջ 50%-ի չափով թերակատարում։ Հաջորդը գյուղական եւ հատկապես սահմանապահ համայնքների կյանքի որակի առումով հիմնակարային դեր ունեցող կրթական եւ առողջապահական ծառայությունների որակն ու հասանելիությունը։ Օպտիմալացման քողի տակ միավորում են Հայաստանի Հանրապետության թվով 232 հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Առանց հաշվառնելու գյուղական բնակավայրերում դպրոցների կենսական նշանակությունը, կրթական, ժողովրդական, սոցիալական, անվտանգային եւ այլ ոլորտներում։ Արարատի մարզում 36 ամբուլատորիանից թողնվելու են 12-ը, Գեղարքունիքի մարզում 30 ամբուլատորիաներից գործելու են ընդամենը 9 եւ այսպես նաեւ մնացած մարզերում։
Շարունակող այս խնդրահարույց գործընթացը պետք է անապահ կասեցվի, կանխելու առանց այն էլ սոցիալապես խոցելի սահմանապահ եւ ռազմավարական նշանակության այս համայնքներում բնականon կյանքի ապահովման կենսական խնդիրների ավելացումը։ Առաջնային պետք է հաշվի առնեն բնակիչների կողմից բարձրացվող առարկայական եւ կարեւոր խնդիրները, որոնց անտեսում անխուսափելի են հանգեցրել եւ հանգեցնելու են զանգվածային արտագաղթի եւ այդ բնակավայրերի դատարկվելուն։ Մնացած իշխանական պոպուլիզմի համեմված սուտ խոստումներով, անպատասխանատու վարքագծով եւ միայն սեփական իշխանություն ամեն գնով պահելու շահով։